Հետևորդներ գնում ենք Արմավիր մարզի շուկա, սա Արմավիրի մարզի շուկա տանող ճանապարհն է, գյուղերի միջով ենք հիմա գնում, հովտամեջ գյուղը դուրս ենք գալիս, այստեղ տեսնում ենք արդեն ֆուրերը կանգնած են, մոտենանք առաջ, տեսեք, հովտամեջ, մենք գյուղերի միջով ենք մտնում շուկա, տրասայի միջով չենք մտել, հիմա դուրս գալուց նաև ցույց կտամ տրասայի կողմով ճանապարհը, կենտրոնական ճանապարհը, որ ձեզ համար էլ պարզ լինի, թե որ կողմից գալուց ինչպես կարող եք մոտենալ շուկային։ Մոտենում ենք շուկային, ուրեմն այս ճանապարհը մոտենում է կենտրոնական ճանապարհին։ Հիմա այս հատվածից տեսնենք շուկան որ կողմից ենք մտնում։ Մի քանի մուտք ունի, ահա այս կողմից կփորձենք հիմա մտնել։ Ճանապարհը կարծես փակ է, մոտենանք կենտրոնական մասից մտնենք։ Ուրեմն հեռվում ցուցանակը նշում է Արմավիր Երևան, աջ կողմում Արմավիր, ձախ կողմում Երևան։ Այսպես սիրելի հետևորդներ, մտնում ենք շուկա, հիմա իջնենք ու սկսենք ծանոթանալ նաև Արմավիրի շուկայի գներին։ Ահա սիրելի հետևորդներ, սա Երևան Արմավիր մայրուղին է, մայրուղու անմիջապես հարող հատվածում գտնվում է Արմավիրի մարզի շուկան, այստեղ տեղացիները ասում են, եթե չեմ սխալվում, հոկտեմբերյանի շուկա, սա էլ իր չափերով բավականին մեծ շուկա է, երևի Հովտաշատի շուկայից հետո սա երկրորդն է իր չափերով։ Հիմա մոտենանք, տեսնենք այստեղ բանջարեղենների գներն ինչ արժեն։ Ուրեմն տեսանյութը նկարում եմ ձեզ համար հունիսի 3-ին, մոտավորապես երեկոյան ժամը 5-6-ի կողմերն է, ինչի համար եմ սա ասում, որպեսզի դուք էլ իմանաք, քանի որ շուկայում օրվա դրությամբ, ժամի դրությամբ կարող է գների էական տարբերություն տեղ ունենալ։ Ահա սիրելի հետևորդներ, մոտեցել ենք առաջի տաղավարին, տեսնենք այստեղ գներն ինչ արժեն։ Բարև ձեզ, կծանոթացնեք մեզ բանջարեղենի գների հետ։ Բանջարեղենին 450 պամիդոր է, 500 պամիդոր է, 600 պամիդոր է։ Հա։ 250 վարունգը, 150, 150։ Այսինքն Նազրբան վարունգը 150, Նազրբան վարունգ չկա։ Ստելա վարունգը 150, փշոտը 250։ Բիբարի գինը 700 դրամ։ Հա, բիբարը 700 դրամ, իսկ լոբին 750, 1000 դրամ։ Հա, 750, 1000-ը նայա, սա վայրոնկա լոբինը, իսկ սոխը, բազուկը, սխտորը Սախտորը 1500 դրամ, սոխը 1000 դրամ։ Հա, այսինքն տոպրակով, կիլոգրամ մոտավորապես ինչքան է, 200 դրամ, իսկ սմբուկը 750 դրամ։ Մրգերը մի մասը ոնց որ տեղական են, մի մասը ներկրված են։ Իսկ մրգերը 1200 դրամ, 1000 դրամ։ Հա, նայած տեսակի։ Իսկ թութը 800 դրամ։ Թութը 800 դրամ։ Շնորհակալ եմ։ Լոբին 800։ Չերի պոմիդորն ինչ արժի։ 800։ Իսկ դդմիկներն ինչ արժեն։ Это 3 կիլոն 1000։ Շնորհակալ եմ։ Տեսեք, սիրելի հետևորդներ, այս ժամին իրականում այնքան էլ մարդաշատ չի։ Հիմա փորձենք բարձրանալ վերև, տեսնենք վերևում ինչ գներ են։ Մեկ րոպե։ Սիրելի հետևորդներ, կարծես այստեղ չենք եկել հարմար ժամի։ Շուկան այստեղ ավելի ակտիվ է հիմնականում երեկոյան ժամին, մեծ մասը այստեղ ովքեր որ կանգնած են վերավաճառողներ են, ինձ վերավաճառքի գներ են ասում։ Տեղում գնում եւ տեղում վերավաճառում են։ Հիմա մոտենանք, տեսնենք այս տաղավարում գներն ինչ արժեն, այստեղ իրենց ապրանքն են կարծես վաճառում։ 400 դրամ, Էսի 400, 150 դրամ, 150։ էսի 600 դրամ։ Բիբարը, մեծ քաղցր բիբարը։ Հա։ Իսկ կծու բիբարը 300 դրամ։ 300 դրամ։ 200 դրամ կապացի։ 200 դրամ կապացի։ կապացի։ Սոխը ոնց հասկացա։ Եղավ, շնորհակալ։ Ահա, տեսեք գիլասները 8, 700, մեծ ու փոքր։
Տեսեք։ Թութը 1005, 600 եւ 1003 թութը։ Այս պամիդորները։ Մեծ պոմիդորը 550։ Տեսեք, չերի պոմիդորներն էլ արժան 1200 դրամ։ Իսկ շոտ վարունգները 150 դրամ։ Ես մոտենամ մի հատ մոտիկից ցույց տամ։ Սա չերի պոմիդորները 1200 դրամ։ Եվ 450-ից 500 դրամ մեծ պոմիդորներ։ Իսկ լոբին ինչ արժի։ Լոբին 700 դրամ։ Տեսեք, ես ես ցույց տամ ինչ մեծ լավ լոբիներ են։ Ձեր չեմ նկար։ Սրանք տեղական պոմիդորներ են։ 400 դրամ է, 380-ից 400 դրամ։ Յուղացի կարի մի ժամ կայնում է, կարի է։ Այսինքն 350 գյուղացուց վերցնում են։ 800, 1000, 300, տեսված չկա։ Հասկանալի է։ Հատված վիճակ է։ Իսկ սմբուկն ինչ արժի։ 550 դրամ։ 550 դրամ։ Տեսեք, 100 դրամ էլ վարունգներն են, տեսեք սիրել հետևորդներ, երկուսն էլ 100 դրամ են։ Չգիտեմ ինչ գներ են ձեզ ծանոթացնում, ես հիմա շուկայում եմ և ձեզ ցույց եմ տալիս իրական գները։ Կծու բիբարներն ինչ արժեն։ Երկու տեսակը, մեկ, երկու։ Շատ լավ, շնորհակալ եմ, իսկ քաղցր բիբարը։ 400 դրամ, տեսեք 400 դրամով ինչ մեծ բիբարներ են։ Նայեք, 200 դրամ գազարի այս չափն արժի։ Երկրորդ կարգ։ Իսկ բազուկը։ Բազուկը 200 դրամ, Խոշոր բազուկներն են, առաջի կարգ, ինչպես պապիկն ասում, առաջի կարգ։ 300 դրամ, Եվ 300 դրամ առաջի կարգի գազարներն են, տեսեք, մեծ թարմ գազարներն են, այս տարվա գազարներն են սրանք։ Երկու տարբեր տեսակներ են, որ չասեք ինչի համար եք ներով խոսում, երկու տարբեր տեսակներ են այստեղ։ Եվ լոբին 1000 դրամ։ Տեսեք, 380 դրամ արժի։ Սա որ սորտի պամիդորն է։ Մախիտոս։ Մախիտոսը 10 օր առաջ Մալաթիայի շուկայում գիշեք 6-700 դրամ էր։ Հիմա իջել է 380 դրամ։ Սիրելի հետևորդներ, արդեն առաջի ծիրանը դուրս է եկել շուկա։ Տեսեք, երկու տարբեր տեսակներ են։ Հիմա հասկանանք գները։ Ծիրանը երասխի ծիրանն է, հայկական ծիրան է։ Սա 2500 արժի, իսկ սա 1000։ Տեսեք, սա էլ 1000 արժի։ Տեսեք, սիրելի հետևորդներ, կարտոֆիլի գինը բարձրացել է, այսօր առավոտվա դրությամբ, ուրեմն ասիկ 400 դրամ, չէ՞։ բայց 350 Առհասարակ 350 է վաճառում, 350-ից 400։ Կարտոֆիլի գինը բարձրացել է, 10 օր առաջ նկարել էի, մինչև 150 դրամ կար։ Անգամ ասում եմ, որ 250 դրամ արժեր։ Իսկ եթե սոխերը ուզում եք գնել պարկով, ապա պարկով 130 դրամ է գալիս կիլոգրամը։ Սիրելի հետևորդներ, կարմիր կարտոշկան մեծածախի գինը 220 դրամ արժի, իսկ տեղական սովորական կարտոֆիլը 200 դրամ։ Սա նախորդ տարվա կարտոֆիլներն են։ Խոշոր մեծ կարտոֆիլների մասին է խոսքը։ Ահա սրանք էին այս շուկայի գները, սիրելի հետևորդներ, առաջիկայում գուցե նորից գնամ Մալաթիայի շուկա, այնտեղ արդեն 10 օր տարբերությամբ կնկարեմ նոր գները, տեսնենք 10 օրվա տարբերությամբ ինչ գնային փոփոխություններ են տեղի ունեցել։ Իսկ այս շուկայի համար այսքանը, չգիտեմ, առաջիկայում կստացվի կրկին այս շուկա գալ թե չէ, բայց ամեն դեպքում ծանոթացաք նաև այստեղի շուկայի գներին։ Դե ինչ, լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, ինչպես նաև մեզ չկորցնեք։
Դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք։